Ռուս զինվորները պարեկություն են անում Պոկրովսկում, զրուցում տեղի բնակիչների հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ամեն ինչ կախված է ձեզնից, մենք սպասել ենք ձեզ, նրանք ովքեր սպասել են դեռ այստեղ են։ Մոտ մեկ ամիս առաջ է ռուս զինվորներին հաջողվել ճեղքել ուկրաինական պաշտպանությունն ու մտնել Դոնեցկի դարպաս համարվող քաղաքը։ Ուկրաինական բնակավայրը գրավելու դաշնության պնդումները մինչև օրս Կիևը պաշտոնապես չի հաստատել։ Լուր է նաև ուկրաինական մամուլը, թե Պոկրովսկում ծանր մարտերն ու մոկտին ավարտվեցին։ Քաղաքում մնացած տղամարդկանցից մեկը ռուս զինվորին պատմել է, որ խմբեր են ստեղծել մահացածների մարմինները թաղելու համար։ Պոկրովսկի բնակելի շենքերի բակերում գերեզմաններ են։ Մենք ստիպված ինքներս գերեզմաններ ենք փորում մահացածների մարմինները թաղելու համար։ Իսկ Կուպյանսկում թեժ մարտերը շարունակվում են։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այնտեղ անօդաչու թռչող սարքերի օպերատորները թույլ չեն տալիս Օսկոլ գետից ձախ ափին շրջափակման մեջ մնացած ուկրաինացի զինվորներին դուրս գալ։ Հրանոթները բավականին ճշգրիտ են աշխատում։ Դրանք հրամանատարների անմիջական վերահսկողության տակ են։ Ամեն ինչ հրաշալի է։ Ռուս-ուկրաինական ճակատի ամենալարված կետերից մեկը Զապորոժիեի մարզի Օրեխով քաղաքի շրջակայքն է, որտեղ ուկրաինական անօդաչուները թիրախավորել են ռուսական անձնակազմին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, որ ռուս զինվորներից մեկը նկատում ու ոչնչացնում է մոտեցող անօդաչու թռչող սարքը։ Ռուսական կողմը հայտնում է նաև Դոնեցկում Իվանոպոլիե գյուղի գրավման մասին։ Դաշնության զինվորները պատմել են, որ տարածքում մնացած ուկրաինական դիրքերից տեխնիկան ու զինամթերքն իրենց ձեռքն է անցել, այդ թվում ՆԱՏՕ-ի երկրների ուղարկածը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այժմ ռուսական զորքերը նաև Խարկովի մարզում են տարածքներ վերահսկողության տակ առնում։ Ակտիվ մարտերն Իզյումի շրջանում են։ Ռուսաստանի անվտանգության ուժերից լրատվականին հայտնել են, որ Ուկրաինայի բանակի հետևակային ստորաբաժանումներից մեկի զինվորները հրաժարվել են մեկնել Խարկովի մարզի առաջնագիծ, եւ ուկրաինական հրամանատարությունը փորձում է առաջնագիծը կոլումբիացի վարձկաններով լցնել։ Մոտ մեկ շաբաթ առաջ էր Ռուսաստանը պաշտոնապես հայտնել, որ ռազմաճակատի այդ հատվածում կռվող ուկրաինացի զինվորները մեծ խմբերով հանձնվում են։ Ոմանք էլ փորձում են փախչել, քողարկվելով որպես քաղաքացիական անձ։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։